ծրահյուրերն են մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, որոնք կազմակերպել են Step by Step 2 մրցույթը։ Փորձենք հասկանալ, ինչ մրցույթ է դա, երբանից է Երևանում այդ մրցույթը ընդհանրապես իրականացվել, կազմակերպիչները ովքեր են լինելու ժյուրի անդամները, մասնակիցները եւ ընդհանրապես որն է նպատակը այդ մրցույթի։ Խոսքը առաջինը գուցե մենք մրցույթի կազմակերպիչ եւ աջակից Եռամիացնություն հանուն զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Մամիկո Խուշուձյան։ Պարոն Խուշուձյան, առաջին մրցույթն է սա, երկրորդն է, թե առաջի անգամ է իրականացվում Երևանում։ Սա երկրորդն է, դրա համար գրված է Step by Step 2, որովհետև առաջինը ավելի վաղ էին կարել, դա 2 տարի առաջ էր, որի ժյուրի նախագահան կրկին Տիկին Զարիֆյանն էր եւ այն ժամանակ էլ բավականին մեծ հնչեղություն ստացավ, որովհետեւ մինչեւ օրս էլ մրցույթի շնորհիվ երեխաներ կան, որոնք որ ներկայանում են այլ մրցույթներին, այլ միջոցառումների եւ իրենց փայլուն կատարումով հանդես գալով միայն ու միայն հպարտություն են փոխանցում նաեւ մեզ։ Նպատակը հետեւյալն է, որպեսզի նմանատիպ միջոցառումներով կարողանանք ասպարեզ բերել այնպիսի երեխաների, այնպիսի տաղանդավոր երիտասարդների, ովքեր ունեն այդ շնորհքը, ունեն երգեցողության հետ կապված բոլոր տվյալներն ու նախադրյալները, սակայն չունեն այդ հնարավորությունները, որպեսզի այդ հարթակը տրամադրվի եւ նրանք կարողանան իրենց ներկայացնել։ Միաժամանակ նաեւ շատանում են օրեցօր ինքնակոչները, ռուսերեն ավելի լավ է հնչում, հա, ավելի շատ են վիրավորվում այդ ռուսերենը, սամազվանեցները, որ ասենք այնպիսի մեծ բանով այդ ոգևորվածությամբ գալիս են եւ միաժամանակ այնքան էլ շուտ խամրում, որ մեր այս տաղանդավոր երիտասարդներին որևիցե մի կերպ ոչ տեղ է մնում, ոչ ժամ է մնում, որպեսզի կարողանան իրենց ներկայացնել կամ հանրությունը անգամ ժամանակ գտնի, որպեսզի այս գեղեցիկ այս հրաշալի սերնդին ուշադրություն դարձնի։ Եվ հետաքրքիր է, որ անմիջապես մրցույթի հայտերի ժամանակ արձագանքում են միաժամանակ մի քանի երաժշտական հաստատությունների երիտասարդներ։ Հայտարարում ենք Եռամիացնություն հանուն զարգացման հասարակական կազմակերպության էլեկտրոնային պաշտոնական կայքեջի միջոցով, հայտարարում ենք Facebook-ի միջոցով եւ միաժամանակ հայտերը ուղարկում ենք նաեւ տվյալ կառույցների եւ նաեւ մասնավոր վոկալի մասնագետներին, ովքեր որ կարողանում են իրենց սաներին, եթե տեսնում են, որ ունի այդ նախադրյալները, երեխան արդեն պատրաստ է, որպեսզի կարողանա երգի կամ բեմ բարձրանա եւ իրեն ներկայացնի, այդ դեպքում արդեն հենց վոկալիստների, մասնագետների շնորհիվ էլ ավելի արագ կարողանում է այդ հարցը լուծել։ 16-ից բարձր, սակայն գիտենք, որ տղաների մոտ անցումային շրջան գոյություն ունի եւ նրանք սովորաբար ավելի բարձր տարիքից են միանում։ Կան նաեւ երեխաներ, ովքեր հնարավորության խնդիր ունենալու պատճառով հայտերի, մասնակցության, հագուստի եւ այլնի հետ կապված փորձում ենք այնպես անել, որպեսզի տարբեր շահագրգիռ անձանց միջոցով այդ հարցն է լուծելի դարձնենք եւ այդ երեխաների տեղն էլ կարողանանք ապահովել, որպեսզի եթե մարդը ունի այդ ձգտումը, ունի այդ տվյալները հանկարծ հետ չմնա եւ ցանկությունը կարեւորը։ Դրանք անպայման պետք է լինեն այն երեխաները, որոնք զբաղվում են վոկալով, թե նույնիսկ կարող են որտեղ դուք ասում եք վոկալիստների հետ։ Չէ, մենք պարզապես հայտել ենք ամբողջությամբ, այսպես ասած, սփռում, բայց նրանք բոլորն էլ նրանցից շատերը լինում են նաեւ ոչ մասնագիտական կրթության, ոչ այդ ուղղվածությունը բռնած երեխաներ, ունենք նաեւ անցած 2 տարի առաջվա մրցույթի մասնակիցներ, որ այսօր էլ մասնակցում են։ Այսինքն ձգտումը երիտասարդի մեջ պետք է պատանի երիտասարդի մեջ պետք է երբևիցե մենք չկոտրենք եւ հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ մեզ միացել են 20-ից ավելի ձեռնարկություններ, ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, անհատներ, ովքեր որ ցանկանում են վերջին գալահամերգի օրը պարգևատրեն, խրախուսեն, նվերներով ինչ որ կերպ երեխաներին քաջալերեն։ Լինելու է այս ամսվա 28-ին, այսինքն վաղը չէ մյուս օրը ժամը 4-ին Ատմոսֆեր սրճարանում, քաղաքի հենց սրտում օպերայի հարակից սրճարաններից մեկն է, որը որ ինքը իր բռնած ուղին է սրճարանի հենց մշակութային է, այսինքն ամեն երեկո այնտեղ ժամը 6-ից հետո կատարվում են համերգներ տարբեր ոճերի եւ հետաքրքիր է, որ այսօրվա երիտասարդության համար նախկինում այդ մշակույթն էլ չէր ձևավորված, այսօրվա երիտասարդությունը նաեւ շնորհիվ նմանատիպ
կաֆեներ, սրճարաններ ասեմ, ակումբներ ասեմ, կարողանում են արդեն եւ ջազի հանդեպ սերը զարգացնեն եւ մնացած այնպիսի ոլորտների, այնպիսի երաժշտական ոլորտների, այնպիսի երաժշտական ուղղվածությունների հանդեպ սեր ունենալ, որոնք որ ժամանակին անգամ չէին էլ փորձում լսել։ Ներկայումս քանի մասնակից է արդեն։ Ամենասկզբում եղել են 18-ը, սակայն վերջնական փուլում են արդեն 15-ը եւ այստեղ է որ այն 3 մասնակիցը պարզապես ինչ խնդիրների պատճառով են դուրս եկել, մեկը ժամանակի հետ կապված խնդիր ուներ, չէր կարողանում, մեկը հասկացավ, որ ինքը իսկապես կայացած երգիչ է եւ նաեւ հիմա էլ ինքը Գյումրիում բավականին լավ ակումբներում, այսինքն Գյումրի մասշտաբներով կարողանում է ելույթներ ունենալ եւ իր ժամանակի հետ կապված նորից երկրորդն էլ չկարողացավ գալ, իսկ երրորդը պարզապես խնդիրներ առաջացան մի քիչ անձնական, որի պատճառով չկարողացավ գալ։ Մնացածը այո, իհարկե։ Հայաստանից կան ինչ որ Դրսից ունենք նախ մարզերից ասեմ, որ բավականին շատ է եւ Կոտայքի մարզից կա եւ Արմավիրի մարզից կան եւ Վանաձորից, հա, այսինքն Արմավիրն է ինչմեցինը, Վանաձորը, այսինքն Լոռու մարզից կան եւ Շիրակի մարզից։ Միաժամանակ ասեմ ձեզ նաեւ ունենք մասնակից, ով մասնակցել է նաեւ միջազգային փառատոնի եւ պարզապես ես չցանկացա նրանք այսօր այստեղ ներկա լինեն, որովհետեւ եթե 15-ից մեկն էլ չգար, կլիներ արդեն կողմնապահություն, որովհետև մրցույթը դեռևս շարունակվում է։ Եվ դրանց բացի կարևորը որ այնպիսի սահմաններ են իրենք անցնում, այնպիսի մասշտաբների են հասնում, այնպիսի աշխարհագրությունը այնպես են լայնացնում իրենց իսկ սեփական տաղանդի, իրենց իսկ սեփական ձայնալարերի շնորհիվ, որ կարողանում ենք միայն ու միայն հպարտությամբ լցվել։ Ներկայացվող երկը դուք եք ինչ որ ուղղություն տալիս թե Առաջին լցումների ժամանակ եղել են ազատ, այսինքն երեխաները ինչ ոչի մեջ ցանկանան այդ ոչում էլ կերկեն, երկրորդը եղել է հայկական, ռազմահայրենասիրական եւ ժողովրդական, հենց հայկականի մեջ է մտնում այդ ուղղվածությունը, երրորդը եղել է արտասահմանյան, որի մեջ մտնում է ռուսականը։ Չորրորդ փուլը արդեն գալա, նորից ազատ ոչ ենք տվել, որովհետեւ պատասխանատվությունը իրենց ուսերին է, քանի որ գալանը պետք է ներկայացնեն իրենք նաեւ շոուի տեսքով, այսինքն ոչ միայն երգելն, այլև եւ դերասանական արվեստների, որի մասին կխոսի Արմենը Դալակյան, եւ վոկալային տվյալներն ու ճիշտ լսողությունը նաև բեմից հանդիսատեսից բեմ դա Տիկին Զարուֆյանը ավելի ճիշտ կմանրամասնի թե ընթացքում ինչեր են տեղի ունեցել մեր գործը հետեւյալն է որպեսզի մեր կազմակերպությունը քանի որ արդեն 8-րդ տարին է զբաղվում է Արցախի եւ սահմանամերձ Հայաստանի սահմանամերձ շրջանների կարիքավոր ընտանիքներին օգնելով միաժամանակ միշտ ունեցել է մշակութային միջոցառումներ եւ այդ միջոցառումների շրջանակներից մեկն էլ այս կարևոր մրցույթն է որտեղ որ երեխաները պետք է անպայման իրենց լուման իրենց այդ ներքին տաղանդը ներդնեն մեր հասարակություն միաժամանակ կարևորում ենք նաեւ այն հանգամանքը որ աջակցել ենք աջակցելու ենք եւ պետք է միշտ կողքին լինենք այն երիտասարդի այն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով ունի շնորհ, ով ունի արհեստի, մշակույթի սիրահարը եւ ինչպես նաեւ սպորտի։ Եվ մենք հաստատ այդպիսի երեխաներին, այդպիսի երիտասարդներին պետք է վերհանենք, դա պարտականություն է, այսօրվա ցանկացած շահագրգիռ անձի, եթե այս հասարակությունում փորձում է որևիցե մի աշխատանք կատարել։ Եվ միաժամանակ նաեւ պետք է կարողանանք նաեւ հետագա տարիներին օգնենք։ Այսօր մրցույթի մասնակիցների գալա համերգից անմիջապես հետո լինելու է նաև պարգևատրումների հատվածը, որը որ ասեցի 20 ձեռնարկություններ միաժամանակ հստակ դրված է, որպեսզի երեխաների հաղթանակը երեխա չասեմ երիտասարդներ, որտեղ չափահաս մարդիկ են, նրանց հետագա աշխատանքի հարցը լուծվելու խնդիրը պետք է լինի, ինչպես նաև անվճար տեսահոլովակ նկարահանելը, անվճար ձայնագրման ստուդիաներում առնվազն 2-ից 3 երգ հանելը եւ ավելին հիմա էլ ներկայությամբ երեխաները պատրաստվում են ձայնագրման, այսինքն ձայնագրությունից բացի ունենում են փորձեր, միասնական վերջին երգ ընտրել են եւ իրենք էլ կատարելու են որպես մրցույթի վերջին երգ։ Կարծում եմ բոլոր իմ շեշտադրումները, բոլոր այն կոնցեպտուալ առումով կառուցվածքային այդ իրավիճակը մրցույթին վերաբերող այնքան հստակ են ու այնքան
կարևոր էլեմենտներ կան, տարեր կան նրանց մեջ, որ բոլորին էլ ակնհայտ է դառնում, որ սա որևիցե ինչ-որ միջազգային կարող եմ ասել, մրցույթին չի զիջում ոչ մի ձև։ Պարզապես մեր հայկական ստանդարտներով մի քիչ չենք վերցրել օպերային դահլիճ, չենք վերցրել կամ չենք փորձել այնպիսի ձևով հանդես գալ, որպեսզի երիտասարդ իրեն ստորացված զգա։ Այսինքն չենք էլ քննադատում, հակառակը, ունես շնոր, ունես դու քո չափով պետք է պարգևատրվես եւ խրախուսվես։ Խորագիրը step by step եւ ոչ Քայլ առ քայլ։ Ասեմ ձեզ, որովհետեւ ձեզ ասեմ step by step ասացինք նրա համար, որովհետեւ մենք ժամանակին, երբ որ 2 տարի առաջ այդ քայլը արեցինք, նախ 2 տարի առաջ չէր, դա նաեւ 4 տարի առաջ էր։ Չէ, մենք այսա դուք քո տեսանկյունը գանց մենք մեր ծրագրի շրջանակներում եմ ասում, մենք նաեւ պայմանավորվածություններ ունենք միջազգային այլ կազմակերպությունների հետ, որտեղ ներկայացնելը հայերեն լեզվով ակնհայտ է, որ պետք է մենք հայերեն ասենք, հետո անգլերեն ասենք։ Ստիպված ասեցինք անգլերենը եւ այդպես էլ մնաց։ Եվ հիմա էլ եթե հանկարծակի մենք այս երիտասարդների հետ կապված որևիցե առաջարկ կամ ինչ-որ մի արտասահմանյան որևիցե մի պայմանավորվածություն ձեռք բերենք, անմիջապես արդեն step by step անունը ինքնըստինքյան նրանց համար եւ հասկանալի կլինի եւ կկարողանան ավելի լավ, ավելի դյուրին դարձնել այդ ճանապարհը։ Տիկին Զարիկյան արդեն խոսքը գուցել է, դու ժյուրիի նախագահն եք պաստորեն։ Արդեն երկրորդ անգամ այո։ Եվ ինչպես եք աշխատում, երբ որ ինչ չափանիշներ են ձեզ համար հիմնականում, ասեն գլխավորը։ Ինչպես եք գնահատում այդ մասնակիցների կատարողականությունը եւ այլն։ Չափանիշները բարձր են շատ, բացարձակ Պահանջկոտ եք։ Իհարկե պահանջկոտ եմ, շատ պահանջկոտ եմ այն հարցում, որը վերաբերում է նաև երաժշտական ճաշակին, որը մեր կատարողները վերջերս լրիվ բացութող վիճակում են թողել այդ ամեն ինչը, երգում են այն, ինչ ցանկանում են, երգում են ցածրորակ երաժշտություն, որի մասին ես շատ անգամ խոսում եմ եւ իմ ուսանողների հետ եմ զրուցում կոնսերվատորիայի եւ այստեղ երեխաների հետ զրույց ունեցա եւ առաջի պահանջը դա էր, որ ես խնդրեցի, որ ոչ մի ցածր մակարդակի երգ չհնչի մեր մրցույթում։ Այսինքն ցածրորակ, այդպես ասած, վատ ճաշակ դրսևորող երաժշտությունը, որը բոլորս գիտենք, ինչպես է կոչվում, ռաբիզ, այդպես ասած, չհնչի։ Դա առաջի պայմանն էր եւ բոլոր երեխաները մեծ խանդավառությամբ դա ընդունեցին, որովհետեւ իրանք էլ են արդեն ձանձրացել այդ երաժշտությունը երգելուց։ Որովհետեւ գիտեք ինչ է, նույն տիպի երաժշտությունը, նույն տիպի երգը իրանք երգում են, բոլորը այդպես ասած մեր աստղերը նույն տիպի երաժշտություն են երգում, նույն գործիքավորողները գործիքավորում են նույն ձևի ու փաստորեն երիտասարդը չի աճում։ Աճ չի նկատվում նրա ստեղծագործական գործունեության մեջ։ Իսկ այստեղ նպատակը դրվում է նրան, շեշտադրումը դրվում է այն մասում, որ պետք է երիտասարդը նա զարգանա, ստեղծագործական աճ ունենա եւ այդ մրցույթը նպաստում է դրան։ Արդեն երկրորդ անգամ անում ենք այդ մրցույթը, հետևում ենք երեխաներին, ովքեր որ մասնակցել են այդ մրցույթին։ Իրոք աճը նկատվում է, ճաշակի դրսևորում արդեն կա, վատ որակի եւ ցածրորակ երաժշտություն իրանք արդեն աշխատում են երբևիցե չերգել։ Դա շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է իրանց վոկալ տվյալներին, կան երեխաներ, որ ունեն բացառիկ վոկալ տվյալներ, այսինքն բնությունը իրանց արդեն դա տվել է։ Մնում է, որ այդ երեխաները մենք արդեն իրենց ճիշտ ուղղություն տանք եւ այդ երեխաները այդ ճիշտ ուղղությամբ կարողանան շարունակել իրենց գործունեությունը։ Կան նաև երեխաներ, որ ավելի թույլ են, այդ երեխաների հետ պետք է ավելի տենց լուրջ պարապել արդեն, որպեսզի վոկալը զարգանա։ Կան երեխաներ, որ իրենք շատ լավ պատկերացնում են ինչ են երգում, այսինքն լսելով ֆանագրաման երաժշտությունը իրանց նվագակցող, կան երեխաներ, որ ընդհանրապես ֆանագրաման չեն լսում, կողքով է անցնում ֆանագրաման, այդ մեկը մյուսին հակասող sense բաներ կան, եւ մենք աշխատում ենք, որ ամեն ինչը շտկվի եւ շտկվեց արդեն վերջի փուլն է, գալահամերգն է, իրանք շատ լավ վիճակում են, ինչպես շեշտեց Մամիկոնը, արդեն ցուցաբերում են
շատ լավ պրոֆեսիոնալ մակարդակ։ Մենք հպարտանում ենք այդ երեխաներով, դա ինչպես ասած մեր պրոդուկտն է, մենք աշխատում ենք եւ ինձ թվում է, որ կընդլայնվի այդ մրցույթը կընդլայնվի եւ Հայաստանի սահմանից դուրս կգա։ Տիկին Զարիփյան, ում եք դուք ավելի շատ առավելություն տալիս, երգիչներին թե երգչուհիներին։ Կա ինչ-որ ձեր մոտ այդ սկզբունքայնությունը։ Չէ, ինձ մոտ այդ սկզբունքը չկա, ես սիրում եմ միայն այն երգիչներին, դա իմ թուլությունն է, որոնք լավ ձայնածավալ ունեն, մեծ ձայնածավալ ունեն, ես սիրում եմ այդ երգիչներին։ Նաև փոքր ձայնածավալ ունեցող երգիչները, եթե իրանք ճիշտ են տրամաբանում ստեղծագործությունը, նույնպես ինձ մոտ գովասանքի են արժանանում։ Լավ, լսենք մեր հաջորդ հյուրին Արմեն Դավակյան, դերասան, ինչպես ստացվեց դուք, որ պարոն Խուշուդյանի կողքին եք եւ ինչ եք անում այս մրցույթի շրջանակներում, որն է ձեր ամենիկը։ Սկսեմ ամենասկզբից, ինչպես հայտնվեցի ես պարոն Խուշուդյանի կողքին, ուղղակի հրավիրեց ինձ առաջի փուլին որպես ժյուրի անդամ, հետո սկսեցի աշխատել երեխաների հետ, ամիկանը որոշեց, որ կոնկրետ արտիստների դերասանական հետ կապված պետք է աշխատեմ ես ու ուսում ստացվեց։ Դու Տիկին Զարիփյանը պետք է ասի ժյուրիի նախագահն էր եւ մենք որոշեցինք որպեսզի մի հոգի լինի անպայման, այսինքն ասենց ասեմ ձեզ, ժյուրիի կազմը մշտական է։ Մշտական 3 հոգի այստեղ ենք, հիմնադիր եւ մնացած 3-ը ամեն փուլի ժամանակ համապատասխան փուլին, այսինքն ռուսերեն է բան երգում, ավելի մոտ այդ երկարվե այդ ճաշակին մոտ մարդկանց ներգրավելով հայկական է հայ ազգային հայրենասիրական եւ ասեմ ձեզ ժյուրիի կազմերը ես պետք է անպայման շեշտենք նորից Արմենը կշարունակի խոսելը ուրեմն առաջին փուլի ժամանակ եղել են մենք 3-ով եղել է պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը, եղել է երգահան Անուշ Ալեքսանյանը, եղել է Հայաստանյան վաստակավոր արտիստուհի Գայանե Ներսիսյանը, Նժդեի ուսմունքի հետևոր բոլորը գիտեն, եղել են Լիաննա Անթարանյանը, դրամատուրգ, եղել է մի խոսքով այնպիսի հոկեբաններ անպայման Տիկին Ծատուրյանը, Իրինա Ծատուրյանն է ներկա եղել, Զինա Թորոսյանն է հոկեբան ներկա եղել, որպեսզի այդ առաջին փուլերի ժամանակահատվածում երիտասարդները կարողանան նաև իրենց մեջից այդ լարվածությունը վերացնեն։ Ու այժմ էլ ունենք բավականին լավ ժյուրի կազմ հենց վերջին գալա համերգի, պրոֆեսոր Այդա Հովհաննիսյանն է ռեժիսոր, մենք 3-ից ենք վոկալի մասնագետ Մարան Կարապետյանն է եւ վերջինը դերևս վերջին մտածում ենք կամ երգչուհի լինի կամ ավելի շատ կատարողական արվեստին մոտ կանգնած մարդ լինի։ Սա տարբերությունը այդ բազմազանությունը կանում է նրանում, որ կարողանանք յուրաքանչյուրը այդ երիտասարդի մեջ գտնի իրեն մոտ, իրեն հոգուն հարազատ, օրինակ մի ինչ-որ մի բան եւ կարողանանք այդ օրինակ տեսեք Տիկին Այդայի օրինակը բերեմ, եթե մարդը բեմադրում է ներկայացումներ, անհնարին է բեմադրության մեջ չցանկանա կենթանի երաժշտությամբ ինչ-որ մի կատարում կամ ինչ-որ մի բան, որ կարող է այդ երիտասարդը այդ բացը լրացնել։ Որովհետև թատրոնում գիտեք երաժշտությունը ամենակարևոր հատվածն է, որպեսզի ավելի թուլացնի սպասելիքներն ու լարվածությունը։ Այս պարագայում էլ կրկին մենք կարողանում ենք այնպես անել, որ կատարողը իրեն բոլոր բեմերում էլ կատարող համարի եւ կարողանա ավելի նրա պահանջարկը մեծացնենք հենց նման մարդկանց բերելով, նման մարդկանց ներկայացնելով այդ երիտասարդները։ Եվ բեմերից շարունակեմ, որ մենք գալա ամերիկից հետո չի նշանակում պետք է ավարտենք երեխան հետ աշխատել, երիտասարդների հետ պարտադիր շարունակվելու է, որտեղ բազմաթիվ ծրագրեր ունենք կոնկրետ իմ հետ կապված, հա, արտիստների հետ, որոնք պետք է մասնակցեն ոչ միայն Հայաստան, այլև Հայաստանից դուրս, թե համերգների, թե մրցույթների։ Ես արդեն սկսել եմ զբաղվել այդ գործերով ու մոտավորապես 2 քաղաքում արդեն ամերիկային շոու ծրագիր դրված է։ Իսկ ինչ միջոցներով պետք է գնանք։
նորից հովանավորների, թե մասնակիցների։ Մեր միջոցներով։ Մեր միջոցներով է ամբողջը եւ գալամերկից արդեն բարձ կլինի թե կոնկրետ որ արտիստը կգա մեզ այդ համերգներ եւ որ արտիստը մենք կարող ենք ասել որ ինքը կարող է Հայաստանը ներկայացնել։ Իսկ ինչ մնում է դերասանական հետ կապված, հավատացեք կոնկրետ մի երկի վրա ենք աշխատում, որ պարոն Խուժուզյանը նշեց այդ գալամերկի ժամանակ վերջնական երկը, խմբակային ֆինալային։ Իսկապես քայլ առաջ է իրանց մոտ, որովհետև Արցախից ունեք մասնակից։ Արմատներով կարծում եմ կան, բայց այտենց կոնկրետ որ հենց Արցախից եկածների չունենք։ Այս մրցույթը լինի, ասենք Արցախում։ Սիրով ցանկացած համագործակցություն եւ ողջունում ենք եւ հիմա էլ եթե լրագրողների մեջ առաջարկներ կլինեն կամ ունեն այնպիսի մարդիկ, որոնք որ տաղանդաշատ են, որոնք կարող են ինչ-որ ձև իրենց արվեստը շարունակեն եւ կարողանանք մենք էլ կողքից ծաղկեցնել, պատրաստ ենք օգնելու։ Այտենց մարդ չկա, որոնց մենք չօգնենք, այտենց ոլորտ չկա, որ չօգնենք։ Եվ երբ որ ասում ենք մեր միջոցներով, ես ցանկանում եմ այդ փակագծերն էլ բացեմ, դա վերաբերվում է նշատս այն 20 անհատներին, 20 կազմակերպություններին, ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, որոնք մերն են։ Մենք արդեն բավականին շատ մեծ քայլերի արդյունքում հասել ենք այնպիսի մի իրավիճակի, որտեղ որ վստահաբար կարող ենք ասել, մենք չենք եկել որևիցե մեկից ոչ գումար ենք խնդրում, որևիցե մեկից ոչ է ցանկություն ունենք գումար խնդրելու, մենք այսօր կարող է եւ մեր օրերում մի քիչ դա անսովոր է, բայց այսօր մենք այնպիսի մի իրավիճակում ենք, որտեղ ոչ թե ողբալով, լացելով, չգիտեմ, այդպիսի միջոցներով կարելի է մշակույթ ստեղծել կամ զբաղվել մարդկանց կամ փորձել մարդկանց հնարավորություն տալ, որպեսզի զբաղվեն իրենց սիրած գործով, այլ պետք է ուղղակիորեն պատրաստական լինել եւ կարողանալ ստեղծել այդ միջոցները անգամ սեփական գրպանից տալով եւ տեսնել թե ինչ է կատարում, ինչքան են առաջ գնում, ինչքան լավ է որ կարողանում ես առնվազն 15 երիտասարդ վաղը չեմ մյուս օրը կարծես իր ավարտական միջոցառմանն է պատրաստվում եւ ինքն էլ չի պատկերացնում անգամ թե ուր է գնում եւ ովքեր են այդ մարդիկ որ իրեն կտանեն այնտեղ որտեղ որ ինքը պարզապես երազանների մեջ էր դա տեսնում։ Հաջորդ մրցույթը երևի թե մտածում եմ կամ մյուս տարի կամ եւս 2 տարի անց, որովհետեւ մենք մի քիչ նաեւ զբաղվում ենք ցուցահանդեսների կազմակերպման, վերջերս ենք մեր լուսանկարիչներից մեկի ցուցահանդեսը կազմակերպել, այս տարի նաեւ ունենք ծրագրեր, որ ավելի շատ ուղղվածությունը լինի Ջավախքի հիմնախնդիրներին եւ Ջավախքին, այնտեղ մի քանի միջոցառումներ փորձում ենք իրականացնել, այսինքն Փառատոնում պետք է մասնակցեն, Վրաստանում պետք է փառատոնի մասնակցեն։ Մի խոսքով այդ աջակցման այդ փուլերում ենք, որպեսզի կարողանանք նաև եւս նոր մրցութային իրավիճակ ստեղծել եւ վերցնել մեր ուսերին, մի քիչ կարծում եմ այս տարի կդժվարանանք, բայց եթե լինի հասարակության պահանջ, բնականաբար երբևիցե կարծում եմ Տիկին Զարուֆյանը երբեք չի ասի, չէ, եւ անպայման կլինի վստահ եմ, որ այսպես էլ բոլոր այդ ամբողջ թիմը Տիկին Զարուֆյանի գլխավորությամբ կլինեն մեր կողքին եւ առաջ կտանեն այդ մրցույթը։ Եվ առավելություն առաջին մրցույթը որքան ժամանակ է տևում, այսինքն երբ դու մեկնարկել, երբ է ավարտվելու, երկրորդը ունեք կարգախոսություն եք եւ այս տարի ինչով է առանձնանում նախորդ տարվանից կա ինչ-որ ծրագրային փոփոխություն եւ հաղթողը քանի հաղթող, այսինքն մրցանակային տեղերը քանիսն ու ինչ մրցանակներ։ Ասեմ ձեզ, որ մարտ ամսից է սկսվել մրցույթի այդ գրանցման փուլերը եւ նաեւ արդեն մասնակցությունը եւ ամբողջ այս ընթացքը մարտի կեսից, մարտի կարելի ասել 15-ից հետո մինչեւ ապրիլի 28-ը տևեց։ Դրանից բացի երկրորդ հարցը Ինչ քորակա քո վերելքի նորուղին։ Այսինքն այն վերելքը, որը որ դու պատկերացնում ես, նաև քո այդ ուղին մենք պետք է այնպես անենք, որպեսզի դու հարթես։ եւ անում ենք։ Եվ անում ենք։ Առավելությունը նրանում է կա։ Ոչ, Ամսի 28-ին։ Այո։ Ամսի 28-ի ժամը 4-ին ատմոսֆեր սրճարանում։ մուտքը ազատ է թե Այո, մուտքը ազատ է, բնականաբար առաջին 2 շարքերը ամբողջությամբ մեր գործընկերների համար է տրամադրված, որովհետև նրանք պետք է երեխաներին իրենց ֆավորիտ մասնակիցներին նվերներ հանձնեն, դրա համար որպեսզի այդ պատկերացնում եք նվերներով այդ մարդիկ չնստեին, այսինքն կանգնեին կամ ինչ-որ բան, մենք բոլորին տեղ ենք հատկացնելու։
Միջև այդ մի հատ լավ հարց էիք Տեղը տվել։ քանի տեղ ունեք հաղթողների։ Բոլորը ստանալու են մրցանակներ։ Ասեմ ձեզ մրցանակային տեղերում բավականին շատ լավ մրցանակներ կան եւ նույնը կարող եմ ասել, որ եղել է 2 տարի առաջ ընդհանուր ուղեգիր հանգստանալու համար նախատեսված եղել են տարբեր մրցանակներ, բայց պետք է շեշտեմ, որ մրցանակները մենք չենք շեշտում, թե ով ինչ բերի կամ ասենք որ ընկերությունը ինչ պետք է տա կամ որ անհատը ինչ է ցանկանում տալ։ Հնարավոր է լինի սփյուռքահայ, որ կարող է այդ րոպեին մի 80-ամյա սփյուռքահայ տատիկ, որ իր ամբողջ կարողությունը ողջավորվածությունից նվերի։ Մենք դրա համար պատասխանատվություն չենք կրի։ Բայց կեսկատա լուրջ ասեցի, բայց իրականում այո մենք չենք ասում ով ինչ պետք է պատրաստի։ Ես մի փակագից բացեմ որպես օրինակ, դերասան Արմեն Դարաքյանը իմ կողքին նստած է եւ որոշել է, որ մի քանի մասնակիցների հետ ինքը անձամբ է աշխատելու, մեկին տեսահոլովակով է օգնելու, մեկին ձայնագրմամբ, մյուսին համերգային շրջագայությունների տանելով։ Այսինքն այդտեղ ինքնըստինքյան եւ ասեմ ավելին, նույն այն վայրում, որտեղ որ մենք ատմոսֆեր սրճարանը, որտեղ որ մենք իրականացնում ենք միջոցառումը, որոշում է կայացել միջև տարեվերջ, միջև սեզոնի, հա, այդ եղանակի փակում ամառային ամբողջ շրջանը այդ երեխաներից ովքեր կցանկանան իհարկե ավելի այնտեղ գումարով աշխատեն այդտեղ։ Այսինքն մասնակիցներից ոչ մեկ Առաջին, երկրորդ, երրորդ լինելու է առաջին, չէ, կլինի առաջին, երկրորդ, երրորդ մրցաբանների տեսքով, արձանիկների տեսքով եւ մնացածը ամբողջությամբ արդեն նվերներ մրցանակներ, այդ թե ինչ մրցանակների այս պայծրությամբ չեն կարող հասել։ Նպատակությամբ հաստատեն լավ բան եք կազմակերպել, աստվածտա որ այդ հաջողությունները իրոք շարունակական լինեն, չկոտրվեք եւ այս թիմը որ ձեր կողքին է եւ սպասենք ապրիլի 28-ի գալա համերգին, տեսնենք։ Սիրով հրավիրված են բոլորը եւ անգամ այդ կենթանի տեսնելը բոլորովին ուրիշ խոսակցություն է, դուք ինքներդ կտեսեք ում հետ գործ ունենք եւ ես ուզում եմ անպայման եւս մի բան ավելացնել, որ 2 տարի առաջ մեր մրցույթի մասնակիցներից շատերը հեռուստատեսային նախագծերում մասնակցել են։ Ես անուններ չեմ տա, բայց հպարտ եմ միաժամանակ եւ վստահ եմ, որ այսօր իմ շատ սիրելի Տիկին Զարուֆյանն էլ եւ հիշում է եւ գիտի եւ հպարտ ենք, որ մենք այդ սերունդն ենք տվել, ովքեր միջև վերջին փուլերն էլ կարողանում են պայքարել, կարողանում են հաղթել եւ մենք ուղղակի իրենց քան որ նախագծերը մերը չեն, ասեմ որ մենք այդտեղ շնորհքներ կարող ենք անել եւ այդ product-ը նաեւ երևա այնտեղ որտեղ որ ավելի շատ ռեյտինգ ունեն, ավելի շատ ռասկրուտկա են լինում եւ այլն եւ այլն։ Իսկ մտածում եք մրցույթը հաջորդական կազմակերպելիս ոնց է եթերով հեռարձակել։ Չէ։ Ընդհանրապես ոչ թե համագործակցություն կամ դա շատ լավ է կամ բան, ոչ, մենք դրա կարիքը չունենք։ Եթե հեռուստատեսությունները կամ ընդհանրապես զանգվածային լրատվական միջոցների ցանկությունն ունեն, խնդիր չկա։ Մեր ցանկությունն է, որպեսզի երեխան հաստատվի, բայց այդ կարծրատիպերը ամբողջությամբ փշրելով, որովհետև հեռուստատեսությունով չի միայն այդ ռեյտինգի ապահովումը, հեռուստատեսությունով կամ զանգվածային լրատվական միջոցներով չի, ունեցար տաղանդ, հանեցինք վերև, մենք բազմաթիվ պրոդյուսերներ ենք ունեցել շնորհալի, որ ժամանակին էլ առանց եթեր տալու, առանց որևիցե մեկին ներկայացնելու, անմիջապես այդ անձնավորությունը վերցնում եւ գնում են միջազգային մրցույթների։ Ես կարող եմ թվարկել անգամ նորից անուններ, ունեցել ենք այդպիսի մարդիկ։ Այսօր էլ մենք դրա կարիքը չունենք։ Ով ունի դրա կարիքը, ինքը կգտնի մեզ։ Եվ դրա կարիքից դրդված էլ պետք չի։ Ունենան ցանկությունը, մենք չենք մերժի, որովհետև որևիցե մի կերպ չի զիջում ոչ մի միջոցառման, ոչ մի, ավելին ասեմ, նորից եմ կրկնում, չենք ծաղրում, չենք վատաբանում, չենք ստորացնում, չենք այնպես անում, որպեսզի մարդը այնքան թերարժեքության բարդույթը այո, այնպիսի գիտեք ինչ կա դուք վատնեք դուրս եկաք։ Դա ամենա եւ մարդկանց մեջ չենք ավելի խորացնում թերարժեքության բարդույթը։
այնպես որ զերծ ենք լկտի տարատեսակ մոտեցումներից, ավելի։ այնպես պետք է անենք, որպեսզի մեր հասարակության մեջ մարդիկ իրենց լինեն զգան հարգված, ինչ կապ ունի որ ոլորտում է եւ ինչ կապ ունի ժյուրին որոշիչ ինչպեսի դեր ունի, դա չի բարոյական իրավունք թույլ չի տալիս, որպեսզի դնեն ամբողջությամբ մարդուն վարկաբեկեն եւ ճանապարհեն տուն։ Եվ ծաղրեն։ Կամ ծաղրել է պրակտիկան։ Այսինքն մենք որակապես նոր մրցույթ ենք, որակապես նոր մոտեցումներ ունենք եւ բոլորին կոչ ենք անում ցանկացողներին ապրիլի 28-ին ժամը 16:00-ին կարող են այս ինչ որ խոսեցինք եւ իրենց ականջով լսել եւ աչքով տեսնել եւ համոզվել, որ իրականում Հայաստանում կա մրցույթի մի տեսակ, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին իրականում հասնել իրենց ուզած բարձունքներին։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Խուշիդյան, պայմանավորվենք այսպես հաջորդ անգամվա դեպքում Նախապես ասենք ասենք։ կանենք ոչ թե 4-րդ փուլի ավարտից 1-2 օր առաջ, այլ նախապես որպեսզի կարողանան հայտերը գուցե ավելի լինեն։ Երեք մենք ասուլիսը տարածելուց հետո ես ստացա բազմաթիվ զանգեր, որ մարդիկ հարցում էին, ինչպես կարող ենք հայտագրվել կամ հայտագրման ժամկետը ավարտվել է թե ոչ։ Այնպես որ մենք միասին անելիքներ ունենք հաջորդ ձեր մրցույթները Սիրով, միշտ պատրաստ։ Շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։